43-ամյա Արթուր Դանիելյանը աշխատանքից երբեք չի խուսափել, ինչքան իրեն հիշում է, աշխատելիս է եղել։ 90-ականներին, երբ ապրելը չափազանց դժվարացավ, նա Լավերդի քաղաքի 2 սենյականոց հայրական բնակարանը թողեց կրտսեր եղբորն ու ծնողներին, իսկ ինքն իր ընտանիքով վերադարձավ իր պապերի գյուղը Հագվի, անժամկետ վարձակալեց կիսավեր միտուն և սկսեց զբաղվել հողագործությամբ։ Այսօր նրա ու իր կնոջ ունեցած միակ հարստությունը անչափահաս 5 աղջիկն ու 3 տղան են։ Ամենակրտսերը Նարեն լույս աշխարհ է եկել 1 ամիս առաջ, նա դեռ չի էլ պատկերացնում, որ իր հարազատների հետ մի օր կարող է հայտնվել բաց երկնքի տակ։ Դանիելյանները պետք է մինչև մարտի վերջն ազատեն գյուղում վարձակալած տունը, տանտերն էլ է որոշել գյուղ վերադառնալ։ Միթե ուր կգնամ, ինչ կանեմ, չգիտեմ։ Կարող այլ է տետրանքում մինն էլ ասի արի իմ տանը ապրի, բայց թենց ապրելով մինչև երբ ես այս տանից են տունը գնամ, են տանից են տունը գնամ, ես եղածը քանդում չեմ, ես որ տանը որ ապրում եմ, ես այս տանը ոչ մի բան չեմ տել, ամեն ինչ է ջարդած, ավերակ արած, ես ասում չեմ, ես ինչ գումարնի եմ դրել, գումար չեմ դրել, բայց որ գնացել եմ մնի հիմար աշխատել, այդ տվյալ մարդը կամ մի հատ քարա տվե, կամ մի մեշոկ ցեմենտա տվե, կամ մի մեշոկ ավազա տվե, թենց բերել եմ սարքել։ Բազմանդամ ընտանիքի ֆինանսական միակ եկամուտը ամսական 60,000 դրամ ընտանեկան նպաստն է, ասում է, որ այն հազիվ ալյուր գնելուն է բավականացնում։ Երեխեն երջանկությունը, ով տեն ասում է, դու երեխուն ոնց ես պահում, մենք զոռով մինը երկուսը, մենք էլ ասում ենք, էլ ինչ են հայ ազգ, որ 2 երեխու վրա մարդը կնստի, թե կամ մի, ասում ենք, մենք զոռով ենք պահում, ես զոռով չեմ պահում, ես լավ պահում եմ, բայց ֆինանսն ներում չի, տուն չունենք։ Ընտանիքի հայրը չի սիրում խոսել դժվարությունների մասին, գերադասում է գլուխը կախ աշխատել ու ստեղծել իր հանապազորյա հացը, սակայն ինչքան էլ աշխատում է, մեկ է չի կարողանում այնքան վաստակել, որ տուն կառուցի։ Ցույց են տալի, որ 5 երեխա տերը կամ 6-ը կամ 8-ը կամ 10-ը, այսինչ արտոնությունն ունեն, բայց ես ոչ մի արտոնություն չունեմ։ Ես ինչքան էլ ուզում ես սովածել, պահեմ իմ երեխանցը, ես մի հետ էլ այ երեխուցը ոչ կհրաժարվեմ, ոչ ես։ Ես շատ եմ սիրել։ Անկախ նրանից ուզում եմ իմ երեխեն հիմի ներկայությամբ կողքիս էլի, ուզում եմ ինչ որ հարևանի, ես նույն ձևի չեմ սիրում, դե իմը առավել է, բայց նրան էլ եմ չերաշուր սիրում։ Երեխաներից ավագը Սյուզաննան 17 տարեկան է։ Աղջիկը գերազանցությամբ ավարտել է դպրոցը, սակայն փող չլինելու պատճառով չի կարողանում կրթություն ստանալ ու զբաղվում է 4 դպրոցահասակ քույր եղբայրների կրթությամբ։ Սովորեցնում եմ կողքներին նստում եմ, սովորում եմ։ Ես էլ իրանց հետ արդեն անցածս վեր եմ հիշում։ Ուզեի մանկավարժական ընդունել, բայց ֆինանս չկար, չեմ ընդունել։ Այդ մասնագիտությունը շատ եմ սիրում։ Հագվի գյուղապետը տեղյակ է այս ընտանիքի խնդրին եւ գյուղում որևէ ծրագիր լինելու դեպքում աշխատում է անպայման Արթուրին էլ ընդգրկել, սակայն դրանով անապահով ընտանիքի խնդիրները չեն լուծվում։ Գյուղապետան այսօր չունի համապատասխան բնակելի տարածք, որ հատկացնի անհատույց իրենց։ Մոտավորապես 2-3 սենյականոց բնակարանը այսօրվա դրությամբ մեր գյուղում կարժենա 5,000-ից 5,500 դոլար։ Ու գյուղում ծախողներ կան բնականա, եթե ինչ-որ մեկը հովանավոր կանի և այդ գումարը հատկացվի, բնականա կարողանանք մի հատ տուն գնել իր համար և ինքը տեղափոխվի իր բնակարան։ Մի անգամ իր բազմանդամ ընտանիքի համար պետության կողմից որոշակի օգնություն ստանալու ակնկալիքով Արթուրը դիմել է կառավարություն, սակայն վարչապետին և մարզպետին ուղարկած դիմումի պատասխանը ստանալուց հետո երկրի իշխանություններից սպասելիքներ այլևս չունի։ Իրանց պատասխանը այն էր, որ աղետի գոտին պրծնենք, ձեզ նկատի կունենանք։ Հիմա նրա միակ հույսն իր զույգ ձեռքերն են, թեև գիտի, որ դրանցով ընտանիքը կերակրելուց բացի ավելին անել չի կարող։ Արմանուշ Նիազյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։